Շնորհակալ եմ շատ, հարգելի պարոն վարչապետ, սիրելի Քրիստիան, իմ եւ իմ գլխավորած պատվիրակության համար մեծ պատիվ է այսօր գտնվել։ Համար մեծ պատիվ է այսօր գտնվել Տալինում նոր զարգ տալու մեր երկրների միջև հարաբերություններում։ Մեծապես կարևորում եմ Էստոնիայի Հանրապետության հետ համամարտկային եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը եւ բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը, ինչի մասին դուք նույնպես նշեցիք։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը, մասնավորապես դրանցում թվային լուծումների եւ էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառությունը օրինակելի է Հայաստանի համար եւ մենք իհարկե շատ հետաքրքրված ենք այդ հարցում մեր հետագա համագործակցությունը խորացնելու առումով։ Վերջին տարիներին բարձրաստիճան փոխհայցությունները նոր որակի են բարձրացրել մեր երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը։ Թույլ տվեք վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ել ավելի խորացնել առկա փոխգործակցությունը։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկումներ ծավալել ամենատարբեր բնագավառներում Հայաստան-Էստոնիա ներկայիս համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել փոխգործակցության հեռանկարային այլ ուղղություններ։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական եւ նորարարական տեխնոլոգիաների բնագավառում։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Երկկողմ համագործակցությունից զատ անդրադարձ կատարեցինք բազմակողմ ձևաչափերում Հայաստան-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգին։ Էստոնացի գործընկերոջս ներկայացրեցի Հայաստան-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումները, ակնկալելով պաշտոնական Տալինի քաղաքական աջակցությունը դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին եւ շնորհակալ եմ ցուցաբերված պատրաստակամության համար։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Հայաստան, Նորդիկ-Բալթյան երկրներ համագործակցության հետագա խորացումը եւ լիահույս եմ, որ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը կլինի արդյունավետ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրոինտեգրման գործընթացի համատեքստում։ Վստահ եմ, որ այս ձևաչափի մասնակից երկրների եւ Հայաստանի փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Իհարկե, մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առումով կցանկանայի մեկ անգամ եւս նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ մեր ակնկալիքը առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ
իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաև, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Հարգելի ներկաներ, մեծարգո պարոն վարչապետ, ամփոփելով թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կայացած կարևոր զրույցների, ինչպես նաև մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Սիրով կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը, որը հույս ունեմ տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում։